Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարտարյանն եմ եւ այսօր իմ զրուցակիցն է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը, բարև ձեզ։ Բարև։ Պարոն Սարգսյան, մենք արդեն երկրորդ օրն է, այսպես ստացվեց, որ այս տաղավարում քննարկում ենք այդ թեման, ներկայացուցիչների պալատը ընդունեց օրենքների փաթեթ, այսպես օրենսդրական փաթեթ, որտեղ հիշատակվում է նաեւ Հայաստանի Հանրապետությունը եւ խոսքը վերաբերում է Միացյալ Նահանգներ, Հայաստանի Հանրապետություն արդեն ռազմական գործակցությանը, եթե չեմ սխալվում, նման փաստաթուղթ երբևէ չի եղել, նման գործակցություն էլ չի եղել որպես այդպեսին։ Նախ ինչ է իրենից ներկայացնում այդ օրինագիծը եւ ինչու հիմա։ Պատճառները շատ տարբեր են ինչու հիմա, նախ երևի ամենակարևորը նշենք, որի տարբերություն բոլոր նախորդ վարչակազմերի, Թրամփի վարչակազմը ամենահեռուն է գնացել Հարավային Կովկասում ներկայություն ապահովելու, ներգրավվածություն ունենալու տեսանկյունից եւ որևէ վարչակազմ, սկսած Բուշ ավագից, ինչ եմ ֆիքսում Բուշ ավագին, որտեղ Հայաստանը անկախություն է ձեռք բերել, հենց նրա ռոքն այլ ճանաչել է Հայաստանի անկախությունը, որևէ վարչակազմ այդքան ակտիվ մեր տարածաշրջանում երբևէ ներգրավվածություն չի եղել։ Սա բացառիկ երևույթ է, բացառիկ ժամանակաշրջանը եւ Միացյալ Նահանգները փորձում են այս հնարավորությունից օգտվել հնարավորինս արագ պետությունների հետ Հարավային Կովկասի, մանավանդ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ խորացնելու համագործակցությունը, այդ թվում անվտանգության ոլորտում, այդ թվում պաշտպանության ոլորտում եւ ամենատարբեր ոլորտներում։ Այսինքն սա ամերիկյան այս վարչակազմի ակտիվ քաղաքականության ամենակարևոր եւ հետաքրքիր դրսեւորումներից մեկն է, որը մենք այսօր տեսնում ենք։ Տեսեք, դուք ասացիք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ մասնավորապես Վրաստանը մի կողմ ենք թողնում, հլեք խոսենք դեռ Վրաստանի մասին, որտեղ այնպեսի տպավորություն Թբիլիսին դուրս է մնացել բոլոր գործընթացներից, գոնե այս պահին, այս փուլում։ Խոսենք դեռ, բայց տեսեք, երբ խոսում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի հետ Միացյալ Նահանգների այդ անվտանգային դաշտում ոլորտում գործակցության մասին, տեսեք, եկեք ահա բան չանենք, այսպես ձևեր չթափենք, բայց հիմնական սպառնալիքը գոնե այս պահին Հայաստանի Հանրապետությանը գալիս է Ադրբեջանից։ Ադրբեջանը ունի 2-3 ավելի ճիշտ պոտենցիալ համարում է, որ Հայաստանի Հանրապետությունը մի օր կարող է դառնալ սպառնալիք, բայց պոտենցիալ կա երկու պետություն, որի հետ ինքը այնքան էլ լավ հարաբերություններ այս պահին գոնե չունի։ Դա Ռուսաստանի Դաշնությունն է եւ Իրանի Իսլամական Հանրապետությունն է։ Հիմա Միացյալ Նահանգները ինչպես է հաջողացնում ըստ էության այս երկու հակադիր անվտանգությունները համադրել այնպես, որ կարողանա բալանսավորել։ Այսինքն հարցը նա է, թե ինչպես է Հարցը նա է, որ ասենք, եթե մենք խնդիր ունենք Ադրբեջանի հետ, Ադրբեջանը խնդիր ունի մեր հետ, հիմա մեր հետ էլ նրանց հետ էլ գործակցում է, դրան գումարած նաև այն հարցերը, որոնց մասին արդեն խոսեցի։ Ոստեղ ես սկզբունքային հակասություն չեմ տեսնում այն տեսանկյունից, որ Ադրբեջանը բավականին դիվերսիֆիկացրել իր արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին, մանավանդ 20 թվականի պատերազմից հետո, իհարկե Ռուսաստանի եւ Իրանի հետ որոշակի բարդ հարաբերություններ կան, բայց այստեղ շատ կարևոր դեր է խաղում նաև Թուրքիան, շատ կարևոր դեր է խաղում նաև ադրբեջանական եւ թուրքական լոբին Միացյալ Նահանգներում, որովհետեւ շատ լուրջ աջակցում են Ադրբեջանին Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները խորացնելու տեսանկյունից, եւ այս տեսանկյունից նաև Ադրբեջանը, տեսեք, մի կողմից Ռուսաստանը լարված որոշակի հարաբերություններ ունի, մյուս կողմից ռուսական գազը, նավթը ինչ-որ ձևով Ադրբեջանի միջոցով գնում է Եվրոպա, չէ՞ վերջը, բոլորը դա հասկանում են, բոլորը դա գիտեն, բայց այլ ընտրանքներ չունեն եւ այլն եւ այլն։ Այսինքն Ադրբեջանը կարողացել է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքական ուղղությունները, համադրելով այդ պետությունների շահելը։ Ավելի շատ ինքը խաղում է համադրման վրա, այլ ոչ թե հակասությունների վրա։ Կարծում եմ դրա բանալին եւ դրա գաղտնիքը այդտեղ է։ Հիմա լավ, վերադառնանք Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերություններին։ Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունները այս պահին օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթի տրամաբանության մեջ են ռազմավարական գործընկերություն, ճիշտ է։ Բայց նաև խոսակցություններ կան, որ ինչ-որ մի փուլում Վաշինգտոնը կարող է գնալ բարձրացնել արդեն ամենաբարձր մակարդակի ռազմավարական դաշնակցային հարաբերությունների մասին է խոսքը։ Եվ այս դեպքում բավական լուրջ ռիսկեր են առաջանում, որովհետև ըստ էության մենք նման պայմանագիր ունենք Ռուսաստանի Դաշնության հետ։ Հիմա ըստ ձեզ նախ Միացյալ Նահանգները կգնա այդ հարաբերությունների մակարդակի բարձրացմանը եւ ինչի դա կհանգեցնի մեր դեպքում։ Տեսեք, Միացյալ Նահանգները տարբեր պետությունների հետ անվտանգության մասնավորապես ոլորտում ունի դաշնակցային հարաբերություններ եւ մի քանի կարգավիճակով է դիտարկում բոլոր այդ պետություններին։ ՆԱՏՕ-ի անդամ պետություն դաշնակիցներ, ՆԱՏՕ-ի ոչ անդամ պետություն դաշնակիցներ եւ այլն, այսինքն ինքը շատ հստակ է եւ բացառիկ նշանակություն ունեցող նաեւ պետություններ, ինչպիսիք է օրինակ Իսրայելը, թեկուզ նույն պետություններ, որոնք նույն Ճապոնիան, հասկանում եք, որոնք որ տենց շատ կարևոր դեր են խաղում Միացյալ Նահանգների անվտանգային ճարտարապետության կառուցման տեսանկյունից, այսինքն ինքը կարող է Հայաստանին տալ այդ կարգավիճակը ոչ ՆԱՏՕ-ի անդամ պետություն
դաշնակից կարգավիճակ, ինչը Միացյալ Նահանգների պրակտիկայում կան այդպես պետություններ, որոնք Միացյալ Նահանգների համար ունեն այդ նշանակությունը։ Նույն Ավստրալիան, նույն Նոր Զելանդիան եւ այլն։ Այսինքն այստեղ որևէ նոր բան չի լինելու, ուղղակի կարգավիճակի ֆիքսում է լինելու, կարգավիճակի փոփոխություն է լինելու, բայց ես կարծում եմ, որ ինքը միայն Հայաստանին դա չի տա, տալուց դա տալու է նաև Ադրբեջանին, այսինքն երկու պետություններն էլ իր համար դառնալու են այդ հատուկ կարգավիճակ ունեցող պետություններ, ինչը տալիս է այս պետություններին արդեն հնարավորություն էապես այլ մակարդակի բարձրացնել երկկողմ հարաբերություններ, այդ թվում ուղիղ զենքի եւ զինամթերքի ձեռքբերման տեսանկյունից, ինչը չափազանց բարդ է Միացյալ Նահանգներում, որովհետեւ Միացյալ Նահանգները շատ տարբեր ֆիլտրեր ունի զենք վաճառելու տեսանկյունից։ Ինքը տարիներ շարունակ Հայաստանի եւ Ադրբեջանին տվել է ոչ թե ռազմական, ինչպես ընդունված է ասել, այլ անվտանգային օգնություն։ Սրանք իհարկե տարբեր բաներ են։ Զենք չի վաճառել ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի Միացյալ Նահանգները։ Եվ այս տեսանկյունից մենք պետք է հասկանանք, որ այդ ֆիլտրերը անցնելով, այսինքն դու սկզբում դառնում ես ռազմավարական երկխոսության գործընկեր, դառնում ես ռազմավարական գործընկեր, հետո կարող եթե դառնում ես դաշնակից, այդտեղ բոլոր այդ ֆիլտրները հանվում են եւ դու շատ ուղիղ կարող ես Միացյալ Նահանգների այդ ոլորտում նաեւ անել առևտուր։ Միացյալ Նահանգները կարծում եմ հիմա շատ լուրջ աշխատում է Թրամփի վարչակազմը ռազմական տեխնիկայի, ընդհանրապես զենքի եւ զինամթերքի արտահանման համար, այսինքն տարբեր պետություններ գալիս են Միացյալ Նահանգներին դիմում են, պատվիրում են ինքնաթիռներից մինչեւ հրթիռներ եւ այդ վաճառքը տեղի է ունենում։ Բարասի վերջերս գիտեք, որ դրա մասին էր խոսում Թուրքիային F-35 կորսանիչների վաճառքի հարցը, որը բլոկ էր անում անընդհատ Սենատը։ Իսկ հիմա Թրամփը ամեն ինչ անում է, որպեսզի նման պայմանագրեր տարբեր պետությունների հետ ունենա, Միացյալ Նահանգները վերացնի ֆիլտրները եւ կարողանա զենք վաճառել աշխարհի այն բոլոր պետություններին, որոնք դրա կարիքն ունեն։ Դե տեսեք, օրինակ Թուրքիայի դեպքում Միացյալ Նահանգները գին առաջարկեց, ասեց S-400-ները հանում ես քո տարածքից, չգիտեմ, վերավաճառում ես, վերադարձնում ես Ռուսաստան, ինչ ուզում ես արա։ Բայց իրենք պիտի քո տարածքում չլինեն, որովհետև իրանք ըստ էության ՆԱՏՕ-ի տրամաբանությանը ու ոչ միայն ՆԱՏՕ-ի տրամաբանությանը, նաև Միացյալ Նահանգներ Թուրքիա գործընկերային դաշնակցային հարաբերություններին հակասող կայաններ են, այսպես ասենք, կայանքներին։ Տվեցին, հիմա չգիտեմ ում են տվել, ասում են ինչ որ մերձավոր արևելքի երկրներից արաբական ծոցի կամ էլ։ Հիմա երբ մենք խոսում ենք որ միգուցե եւ վաղը այդ ֆիլտրերը աշխատեն, դառնան գործընկերներ, արդեն ոչ գործընկերներից վերականգնեն դաշնակիցների, Միացյալ Նահանգները ինչ որ գին է առաջարկելու դրա համար եւ խոսքը չի վերաբերում, ասենք այս ապրանքը արժի այսքան։ Այդ գինը ո՞րն է լինելու։ Հայաստանի բարագայում։ Հայաստանի բարագայում։ Իհարկե գինը շատ լավ բառ է օգտագործում, որովհետև վերջի Թրամփը որպես բիզնեսմեն եւ բիզնես տրամաբանությամբ պետությունը կառավարող մարդ հիմնականում գինը հենց ֆիքսված նշանակում է բիզնես գին։ Եթե դուք նկատի ունեք քաղաքական գին, այսինքն եթե դրա դիմաց Հայաստանը պետք է ենթադրենք դուրս գա հապկից կամ ենթադրենք դուրս գա ԵԱՏՄ-ից կամ Հայաստանի տարածքից հանի ռուսական ռազմաբազան, այս ամեն ինչը բնականաբար կարող են ինչ-որ փուլում որպես նախապայմաններ մեր առաջ դրվել։ Իհարկե դա հնարավոր է, նույնիսկ ոնց որ Թուրքիայում ասում են, եթե դու այդ S-400-ների հարցը չես լուծում, ենթադրենք դու չես կարող մեզ հետ համագործակցել։ Բայց այդ S-400-ներն էլ իրենց պատմություն ունեն, չէ՞, վերջերս Թուրքիան դա ձեռք բերեց ոչ միայն Ռուսաստանի հետ հարաբերությունների ջերմացման ֆոնին, այլ այն ֆոնին, որ ինքը ցանկանում էր դա Միացյալ Նահանգներից ձեռք բերել, իսկ ռազմավարական դաշնակից Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ի անդամ Միացյալ Նահանգները ինչ էր վաճառում ամենատարբեր տեսակի զենքեր եւ զինամթերքներ, ինքը ասաց ես կգտնեմ այլընտրանք։ Մասնավորապես պատրիոտների մասին։ Այսինքն դա բոյկոտ էր նաեւ ամերիկյան այդ քաղաքականության դեմ, որը Թուրքիան իրեն կարող է թույլ տալ պարբերաբար իրականացնել եւ մենք տեսել ենք թե ինչ էֆեկտիվ դա իրականացնում է։ Այնպես որ գինը շատ տարբեր կարող է լինել, նայած թե Միացյալ Նահանգները ինչ առաջնահերթություններ ունի մեկ, երկրորդ նայած թե Միացյալ Նահանգները ինչ բանակցությունների արդյունքում եւ ինչ հարաբերություններ, ինչ տեսակի որակի հարաբերություններ ուզում ունենա Ռուսաստանի Դաշնության հետ եւ երրորդը բնականաբար թե ինչ է տեղի ունենալու Միացյալ Նահանգներ-Իրան հակամարտության արդյունքում, այսինքն ռեգիոնը էապես կարող է փոխվել, եթե ԱՄՆ-Իրան հարաբերությունները գան ինչ-որ տրամաբանական, փակուղուց դուրս գան ինչ-որ տրամաբանական երկխոսության մեջ եւ Ռուսաստանի հետ էլ հարաբերությունները ի հեճուկս Եվրոպայի Միացյալ Նահանգները լրիվ ուրիշ գծի վրա, չէ՞, երբ չի բոյկոտում Ռուսաստանի հետ բանակցությունները, դիվանագիտությունը Թրամփի վարչակազմը չի բոյկոտում այնպես, ինչպես ենթադրենք ֆրանսիացիներն են անում, այնպես որ սա շատ տրամաբանական կլինի, որ գինը հաշվեն կամ հաշվառեն նաև իրողությունները հաշվի առնելուց եւ այդ փաստերը համադրելուց հետո։ Ինչքան էլ որ Միացյալ Նահանգները չի բոյկոտում, ասենք Ռուսաստանի Դաշնության հետ բանակցային գործընթացը, բայց այնուհանդերձ Դոնալդ Թրամփ, մասնավորապես Դոնալդ Թրամփ, բարբերաբար
զգուշացնում ասեմ, սպառնում է այն պետություններին, որոնք առևտրային տնտեսական ծերտ գործակցություն ունեն Ռուսաստանի Դաշնության հետ, մասնավորապես մի քանի օր առաջ հայտարարեց, որ պատժամիջոցներ կկիրառի այն երկրների նկատմամբ, որոնք Ռուսաստանից գազ, նավթամթերք եւ այլն, նույնը նաեւ վերաբերում էր Իրանին, եւ ես օրինակ անձամբ անընդհատ սպասում եմ մի քիչ մտավախությամբ, սրտի վախով որ կարող է նաև Հայաստանի անունը հնչել այդ ցուցակում, որտեղ ըստ էության մենք շարունակում ենք բենզին ներկրել Ռուսաստանի Դաշնությունից ինչ որ չափով, մենք շարունակում ենք Իրանից գազ ներկրել էլեկտրաէներգիայի դիմաց հասկանալի, բայց միևնույնն է այդ հարաբերությունները, ել չեմ ասում, որ մենք Ռուսաստանից ուղիղ գազ ենք գնում։ Հիմա Միացյալ Նահանգները մտնում են մեր դրության մեջ, թե այս պահին ուղղակի չարժե այդ պատժամիջոցային տրամաբանությամբ խոսել այս տարածաշրջանում։ Տեսեք, պատժամիջոցների մասին մանավանդ Ռուսաստանի դեմ երբ որ Թրամփը խոսում է, դա մի քանի կարևոր նշանակություն նաև ներքաղաքական կոնտեքստում, որովհետև Թրամփին միշտ մեղադրում են, ասում են դու Պուտինի նկատմամբ շատ փափուկ ես, դու Չինաստանի նկատմամբ շատ փափուկ ես, չես կարողանում նրանց այդ կոշտ քաղաքականություն վարել եւ ինքը փորձում է նաև այդ հայտարարություններով այդ ներքաղաքական խնդիրները իր համար լուծել, որտեղ ներսից իր վրա հարձակվում են մանավանդ հիմա շատ շուտով Միացյալ Նահանգներում մոտ 1 տարուց ընտրություններն են լինելու, այսպես մեր խոսքերով ասած պարլամենտական ընտրությունները, այդ midterm election-ները, որտեղ Թրամփի դիրքերը մանավանդ սենատում այդքան էլ լավը չեն, մանավանդ ներեցեք ներկայացուցիչների պալատում այդքան էլ լավը չեն, գոնե սպայի դրությամբ։ Ինքը բնականաբար ներքին լսարանի համար շատ է օգտագործել եւ օգտագործում է, բայց ռեալ քայլեր, տենց շատ հստակ ռեալ քայլեր դեռևս զգուշավորություն է դրսևորում եւ չի իրականացնում։ Դա առաջին։ Ինչ վերաբերում է Հայաստանին, Միացյալ Նահանգները վերջին 30 տարիներին իրականում շատ է աչք փակել մեր առևտրային շրջանառությանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ, Ռուսաստանի հետ, որքան է հարաբերությունները լարված եղել, նույնիսկ հիմա որևէ պատժամիջոց մեր եւ Իրանի հետ այդ առևտրաշրջանառության տեսանկյունից չի կիրառում, հասկանալով, որ դեռևս ինքը չի հասել նրան, որ Հայաստանը բացի երկու մյուս սահմանները, հայ-թուրքականն ու հայ-ադրբեջանականը, հետեւաբար Հայաստանի վրա այդ ճնշումը լրիվ հակառակ ռեակցիա է տալու։ Դրա համար դրանք կներեք, էլի դրան գումարած նաեւ դրա կարիքը չկա, թե Ռուսաստանը ինքն է պատժամիջոցներ կիրառում։ Սա հարցի իհարկե մյուս կողմն է, իհարկե, բայց Ռուսաստանի պատժամիջոցները այլ են, բայց եթե ինքը պատժում է Հայաստանին, ասում է դու չպետք է իր այդ առևտուր անես, ինքը ոչ թե ինքը քո հետ չպետք է անել, դու չպետք է իր այդ անես։ Համենայն դեպս այդ պատժամիջոցները դեռևս հայտարարությունների մակարդակում են եւ կոնկրետ գործողություններ չեն դարձել։ Ես կարծում եմ նաեւ դրա կարևոր նախադրյալներից մեկն է, որ ընկալում են, որ մենք շատ դժվար ռեգիոնում ենք, հիմա մեզ չարժի այդքան ճնշել։ Եվ երկրորդն էլ, քանի որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ բանակցումը եւ պոտենցիալ բանակցություններ լինել նաեւ Իրանի հետ, կարծում եմ մի քիչ ավելի մեղմ քաղաքականության կողմնակից են այս փուլում ամբողջ տարածաշրջանների երկրների նկատմամբ։ Իդեպ Ադրբեջանն էլ նույնպես ունի առևտրաշրջանառություն Ռուսաստանի հետ բավականին խոշոր ծավալների, բայց նրանց դեմ երբեք այդ պատժամիջոցները որևէ ձևով չեն կիրառել։ Տեսեք, վերադառնալով մեր խոսակցության սկզբին դուք ասացիք, որ հա ինչ որ մի փուլում կարող է Միացյալ Նահանգները դիտարկել ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, ընդ որում եւ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ միաժամանակ։ Այստեղ երկու հարցի մոտ առաջացավ։ Առաջինը, արդյոք եթե մենք հանկարծ հասնենք այդ մակարդակին հարաբերությունների, դա բացառում է այս երկու դաշնակիցների միջև բախում, այսինքն ըստ էության արդյոք Միացյալ Նահանգները դառնում է այն արբիտրը, չեմ ուզում ասեմ երաշխավոր, այն արբիտրը, որը թույլ չի տալու, որ որևէ պարագայում այս երկու երկրների մեջ ռազմական բախումներ լինեն, առաջինը եւ երկրորդը, արդյոք դա չի հանգեցնի նրան, որ Իրանը օրինակ Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների ձևն ու որակը, ինչպես նաեւ բովանդակությունը կփոխի։ Իրանը։ Իհարկե, մի բան է, որ դու Իրանն ես եւ քո հարևան պետությունը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է կամ ենթադրենք ոչ մեկի ռազմավարական դաշնակից, մի բան է, որ դու իր հիմնական հակառակորդի ռազմավարական դաշնակիցն ես, դրանից բխող բոլոր հետևանքներով։ Իհարկե, Իրանը այստեղ ունենալու է խնդիրներ, այստեղ ունենալու է խնդիրներ, այդ ամեն ինչի պրոբլեմատիկ է նայում, դա հասկանալի է եւ դա գլոբալ աշխարհակաղակական տրամաբանության մեջ իհարկե նորմալ է։ Զարմանալու բան չկա, այո, այդ խնդիրը լինելու է։ Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, մեծ հաշվով Միացյալ Նահանգները ունի այդ ռեսուրսը, որպեսզի իր երկու ռազմավարական դաշնակիցներին կարողանա ինչ-որ ձևով զսպել, բայց երկու ռազմավարական դաշնակիցները շատ մոտ են Միացյալ Նահանգներին, երկու ռազմավարական դաշնակիցներ կան, որոնք շատ լարված հարաբերություններ ունեն, օրինակ Հունաստանը եւ Թուրքիան, երկուսը ՆԱՏՕ-ի անդամ են, ավելի ոչ թե առանձին ռազմավարական դաշնակիցներ են, այլ հենց ՆԱՏՕ-ի անդամ են։ Սա ամենացածուն օրինակներից մեկն է։ Իհարկե բախում դեռևս չի եղել, բայց այդ խնդիրը միշտ կա, չէ՞։ Միշտ այդ լարվածությունը կա, եթե նույնիսկ Կիպրոսի հարցն ենք մի կողմներում, այդ լարվածությունը կա, այնպես որ
Միացյալ Նահանգները չի կարող այդպես կանխել ամբողջությամբ եւ դա չի ենթադրում, որ Հայաստանն ու Ադրբեջանը վաղը չեն կարող ունենալ խնդիր, քանի որ երկուսն Միացյալ Նահանգների ռազմավարական դաշնակիցն են, բայց մեխանիզմները, որոնք Միացյալ Նահանգները կունենա, երկու կողմերի վրա ճնշում կիրառելու տեսանկյունից իհարկե շատ ավելի ուժեղ կլինեն այդ բարագայում։ Դե քանի որ Հունաստանի եւ Թուրքիայի օրինակը հիշեցիք, այստեղ ես էլ այսպես անալոգիա հիշեցի, ինչ եղավ այն ժամանակ, երբ Թուրքիան այսպես որոշեց գնալ մի քիչ այլ ճանապարհով, գործակցել Ռուսաստանի հետ, խորացնել ռազմական գործակցությունը, S-400-ներ ձեռք բերել եւ այլն։ Միացյալ Նահանգները շատ բան չարեց։ Գերմանիային այն ժամանակ կանցլերը Մերկելն էր խնդրեց պատրիոտները հանել Թուրքիայի տարածքից, այսինքն օդային պաշտպանությունը թույլատրել, եւ դրան գումարած Թուրքիային հանեց F-35-ների ծրագրից, ներառեց Հունաստանին, այսինքն ռազմական բալանսը խախտեց իօքուտ Հունաստանի։ Եվ դրանից հետո արդեն այն ժամանակ, երբ Դոնալդ Թրամփը երկրորդ անգամ դարձավ Միացյալ Նահանգների նախագահ, Թուրքիան այսպես շատ ավելի սպիտակ եւ փափուկ դառավ։ Հիմա այսինքն կարող է նման իրավիճակ։ Իհարկե հնարավոր է, որովհետեւ վերջի այդ բալանսը պահողը հենց Միացյալ Նահանգներն են, մանավանդ երկուսն իրենից են կախված լինել, որպեսզի ռազմավարական դաշնակից զենք ձեռք բերել հենց իրենից, ոչ թե այդ պետություններից։ Բայց նորից եմ ասում, Թուրքիան մի բացառիկ պետություն է այդ տեսանկյունից, իհարկե Միացյալ Նահանգների դեմ ուղիղ կոնֆրոնտացիա երբեք չի գնացել, այտենց գլոբալ առումով եւ չի էլ գնալու, բայց Միացյալ Թուրքիան այլ պետություն է, Թուրքիան իրեն շատ բան կարող է, շատ հարցերում կարող է շռայլություն ցույց տալ, նույնիսկ այնպեսի, ինչպեսի Ռուսաստանը չի կարող թույլ տալ իրեն։ Եվ Թուրքիայի այդ քաղաքականությունը շատ կարևոր նախադրյալներ ուներ, որովհետև իրեն չէին վերցնում Եվրոպական միություն, քանի տարի ինքը դուրս էծում էր, միջ օրս չեն վերցնում, տեխնացուի կարգավիճակով էլ այդպես մնաց։ Միացյալ Նահանգներից ինչ որ բաներ էր ձեռք բերում, Միացյալ Նահանգները արգելում էր չէր վաճառում եւ այլն։ Այսինքն Թուրքիան այդ բունտ էր նաեւ այսպեսի հասկանում եք, այսինքն ոչ միայն դիվերսիֆիկացնում էր, այլ բունտ էր անում իր ռազմավարական դաշնակիցների դեմ։ Այո։ Հիմա տեսեք, քանի որ ես սկզբում էլ ասացի, որ դեռ Վրաստանին կանրադառնանք, տեսեք, հիմա այս գործընթացները, որ գնում են, Վրաստանը մի տեսակ դուրս է մնացել։ Ցանկացած տեղ խոսակցությունը վերաբերում է կամ Հայաստանին, կամ Ադրբեջանին, կամ Հայաստանին եւ Ադրբեջանին միաժամանակ։ Վրաստանի անունը չկա այն դեպքում, երբ ասենք ժամանակի ընտրվում էր միայն Վրաստանի անունը, Հայաստանն ու Ադրբեջանը դուրս էին խաղից այդ իմաստով։ Հիմա Վրաստանի հետ ինչ է տեղի ունենում։ Վրաստանի մասին մոռացան, ասեցին դուք գնացեք այնտեղ ձեր դիրքորոշումներով, ձեր ամեն ինչով, մեր այդ գործ չունեք, թե դեռ Վրաստանին կհասնեն։ Վրաստանին ես չեմ կարծում, որ ձեռքները լվացել են Վրաստանից, որովհետև Վրաստանի վերաբերյալ իհարկե Վաշինգտոնում ամենատարբեր շրջանակներում կան քննարկումներ, գիտահետազոտական ուղեղային կենտրոններում եւ այլն, այսինքն Վրաստանը մի փոքր այլ ճանապարհով է գնացել, բայց այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հարցը օրակարգ է գալիս, նաև հայ-թուրքական հարաբերությունների օրակարգը հարցը օրակարգ է գալիս շատ հետաքրքիր դինամիկայով 90-ականների սկզբին առաջին նախագահի Հայաստանի առաջին նախագահի վարչակազմի տարիներին 94 թվականին հրավիրեցին Սպիտակ տուն, որովհետև հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասով իր մոտեցումները շատ ընդունել էին եւ Միացյալ Նահանգները փորձում էր աջակցել այդ process-ին։ Այսինքն օրակարգում երբ որ լինում է հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական հարաբերությունների հնարավոր ջերմացման ինչ-որ սցենար կամ հարաբերությունների կարգավորման սցենար, Միացյալ Նահանգները միշտ արագ մտնում է այդ process-ի մեջ։ Երկրորդ նման process-ը երկրորդ նախագահի ժամանակ էր Key West-ում Միացյալ Նահանգները հենց հնարավորություն տեսավ շատ արագ ամենաբարձր մակարդակով, նախագահի մակարդակով։ Այն ժամանակ Կլինտոնի, այն ժամանակ Բուշի, հետո արդեն Օբամայի ժամանակ Սերժ Սարգսյանի հայ-թուրքական բանակցությունների մասով Միացյալ Նահանգները միանգամից ներգրավվածություն ապահովեց, մտավ մեջը եւ փորձեց կողմերին հարաբերություն կա։ Հիմա էլ 4-րդ փուլն արդեն։ Այսինքն նախագահի մակարդակով մտնում են այն ժամանակ, երբ որ ռեալ ինչ-որ բան կարող են տեսնել եւ ինչ-որ բան կարող են կարգավորել։ Հիմա տարբեր են պատճառները, ինչի նախկինում չստացվեց, հիմա ստացվեց, որտեղ իրավիճակն այլ է, հարավային Կովկասն այլ է եւ նաեւ Վրաստանն էլ այս կոնտեքստում իր նշանակությամբ այդքան էական չէ Վաշինգտոնի համար այսօր, որքան Հայաստանն ու Ադրբեջանը հաշվի առնելով Թրամփի բիզնես ներկայությունը կամ Միացյալ Նահանգների բիզնես ներկայությունը Հայաստանում, որը կարող է լինել խոսքը Թրիփի մասին է, որը կարող է բիզնես ներկայությունը դարձնել ռազմավարական ներկայություն Միացյալ Նահանգների համար։ Եվ սրանից բնականաբար Միացյալ Նահանգները օգտվելու, որտեղ պատմական շանս է, երբեք այսպիսի բան չի եղել։ Օրինակ, քանի որ Թրիփի մասին խոսք գնաց, տեսեք մեր փորձագետներից մեկը, որ այստեղ հյուր էր, մի անգամ ասաց, որ բացի Միացյալ Նահանգներից, ըստ էության որևէ մեկը չի կարող Թուրքիային ստիպել կամ համոզել, որ Հայաստան-Թուրքիա սահմանը պետք է վերաբացվի։ Իհարկե։ Հիմա Միացյալ Նահանգները չէ, երևի բացվի։ Վերաբացվի, որտեղ մինչև 93 թվականը։ Եթե խոսքը հա սովետական սահման, այո, բաց է եղել։ Հիմա ընդ որում մենք չենք փակել սահմանը։ Իհարկե միակողմանի փակ։ Միակողմանի փակ։ Հիմա
Միացյալ Նահանգների կողմից այդ ճնշումը կամ համոզելու փորձերը այս պահին չեն արվում։ Հասկանալի է, որ գետնի վրա թրիփը դեռ չկա։ Թրիփը կա միայն թղթերում։ Դեռ հեսա երևի ակտիվ փուլը կսկսվի։ Այ դրանից հետո որ փուլում է ըստ ձեզ գալու այդ պահը, երբ Վաշինգտոնից Անկարա զանգ կհնչի, ասի եղբայր, այդ ճանապարհը պետք է բացվի։ 90-ականներին ամենասկզբում Միացյալ Նահանգները ոչ հանրային, բայց կուլիսային դիվանագիտության մեջ ահռելի ճնշում է գործադրել Թուրքիայի վրա սահմանի բացման հետ կապված։ Ահռելի ճնշում։ Հիմա որ գաղտնազերծված փաստաթղթերը կան եւ տեսնում ես թե ինչ զեկուցագրեր են գնացել Վաշինգտոն, Անկարայից, Երևանից եւ Բաքվից, հասկանում ես, որ կուլիսային դիվանագիտությունը եռում էր։ Իսկ դա չերևացող մասն է։ Հանրային դիվանագիտություն չկար հայ-թուրքական հարաբերությունների մասով 1-2 հայտարարություն մնացածը սա կուլիսային տակից էր գնում։ Եվ դա միշտ է եղել։ Միացյալ Նահանգները միշտ հայ-թուրքական հարաբերությունների process-ի համար ամեն ինչ արել են, որպեսզի դա տեղի ունենա եւ տակից են արել, ոչ թե հանրային։ Հիմա վստահ եմ տակից ինչ որ բան արվում է, ինչ որ աջակցություն կա, ինչ որ process-ներ վստահ եմ, որ գնում են Միացյալ Նահանգների տեղեկացված լինելով, նրանց աջակցությամբ եւ այլն, թե երբ արդեն հանրային դաշտում դա կլինի լսելի, այդ երևի այն ժամանակ, երբ որ կողմերը մոտիկ լինեն, այսինքն Թուրքիան մոտիկ լինի սահմանը բացելուն։ Որքանով է դա փոխկապակցված Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների հետ, մենք բոլորս գիտենք, այսինքն Թուրքիան ասում է, որ հենց այնտեղ առաջ խաղացում լինի, մեզ մոտ է կլինի։ Ադրբեջանն էլ ասում է, կլինի առաջ խաղացում, երբ որ հանրակրվել լինի եւ փոխեք սահմանադրություն, այսինքն սրանք փոխկապակցված process-ներ են, ինչպես որ միշտ եղել են։ Այնպես որ ես կարծում եմ, որ հանրային հայտարարություններ շատ ավելի բարձր եւ նաեւ հանրային ճնշումներ կլինեն այն փուլում, երբ որ արդեն մոտենանք այդ հարցին, երբ որ արդեն հնարավոր լինի սահմանը բացել։ Բայց նորից եմ ասում, այս երկու process-ները դեռևս փոխկապակցված են իրար հետ եւ ես չեմ կարծում, որ հայ-թուրքականը բացի առանց հայ-ադրբեջանականում ինչ որ առաջընթացի։ Մանավանդ որ դրա մասին հայտարարվել է։ Թրիփի իմաստը կորցնում։ Դե հիմա էդ էլ է հարց, թե թրիփը երբ է իրականում գետնի վրա դուք ճիշտ նշեցիք, թղթերով ամեն ինչ լավ է, չէ՞, ամեն ինչ գնում է առաջ, բայց գետնի վրա դա դեռ տեղի չի ունենում։ Միգուցե նաեւ լավ է, որ հիմա տեղի չի ունենում, որտեղ դա նաեւ թիրախ կարող է լինել Իրանի համար։ Պատկերացրեք, թրիփը լինելու է Իրանին ամենամոտ ամերիկյան բիզնես ներկայությունը, որը նաեւ ռազմավարական ներկայություն է։ Իսկ Իրանը նաեւ հիմա թիրախավորում է Միացյալ Նահանգների ոչ միայն ռազմական օբյեկտները իր տարածքի մոտ հարևան պետություններում, այլ նաեւ բիզնես նախագծերն է թիրախավորում, այնպես որ միգուցե հիմա լավ է որ դա չի սկսվել, միգուցե դա ավելի ուշ փուլում սկսվի եւ երբ որ արդեն կրկերը հանդարտված լինի, միգուցե ինչ որ բաներ էլ մոտեցած լինեն Միացյալ Նահանգները եւ Իրանը, այնպես որ թրիփը իրականում մեծ մարտահրավերներ ունեցող նախագիծ է եւ գետնի վրա դեռևս ճիշտ եք նկատել, դեռևս ոչ մի բան չի արվում։ Այնպես որ պետք է սպասենք, տեսնենք թե կարողանա Թրամփի վարչակազմը մինչև վերջ այս գաղափարը բրթել առաջ, որտեղ այդ իր գաղափարն է։ Դա Թրամփի թիմի, կոնկրետ Ուիտկոֆի եւ նրա թիմի, այդ բանակցող թիմի, Թրամփի խորհրդականի գաղափարն է, ինքը այդ գաղափարը դրել է, առաջինը Բաքու է թռել, ներկայացրել, այդ գաղտնի իրայցի ժամանակ Մոսկվայից ընդվորում, Մոսկվայից եկավ Բաքու, Երևան չեկավ եւ գնաց Միացյալ Նահանգներ։ Մի խոսքով շատ հետաքրքիր է դրա հիմքը, որ տեսնենք թե process-ը ոնց է սկսվել, ոնց է նախաձեռնվել եւ այլն։ Այնպես որ թրիփին պետք է մի փոքր սպասել հասկանալու համար այդ մարտահրավերները ոնց են լուծվում, որոնք միայն Հայաստանին չեն, նաեւ ավելի գլոբալ մարտահրավերներ են Միացյալ Նահանգների համար։ Պարոն Սարգսյան, դուք ասացիք, որ Միացյալ Նահանգների, այսպես ժամանակակից մեր հետանկախության շրջանում եմ ասում, ոչ մի վարչակազմ այսքան ակտիվ մեր տարածաշրջանում չի եղել, ճիշտ է։ Բայց տեսեք, նաև միտք կա այսպիսի վարկած կա, որ ոչ այնքան Միացյալ Նահանգներն ակտիվացավ նախ, այլ որքան Ռուսաստանն է հեռացավ տարածաշրջանից կապված Ուկրաինայում պատերազմի հետ որոշակի ուժերի բաշխվածության խնդիր ուներ, չէին պատկերացնում, որ այստեղ կարող է այս վիճակը ստեղծվի։ Հիմա տեսեք, մի կողմից Դոնալդ Թրամփը ամեն ինչ անում է, որպեսզի Ուկրաինայում խաղաղություն հաստատվի կամ գոնե ժամանակավոր, ինչ որ կարգավիճակ այնտեղ ձեռք բերի, պատերազմ սառեցվի, որտեղ իրեն պետք է success story, հաջողության եւ մեծ հաջողության հաջողություն է պետք է, որ ընտրություններում ինքը իր հարցերը կարողանա լուծել։ Բայց Միացյալ Նահանգները բնականաբար հիմա որ այստեղ մտել է, արդեն դուրս չի գալու։ Իսկ Ռուսաստանը փորձելու է վերադառնալ այնուհանդերձ։ Դա ինչի կարող է հանգեցնել։ Նախ պետք է սկսենք նրանից, որ ռուսերեն լավ խոսք է, свято место пустыни бывает, այսինքն եթե ինչ-որ մեկը իր ազդեցությունը թույլատրում է, անպայման ինչ-որ մեկը գալու է այդտեղ մտնել, այսինքն այդ վակուում չի կարող տես լինել, չէ՞, ինչ-որ Ռուսաստանը թույլատրել է, ռեսուրսներ չունի, որպեսզի ապահովի նաև հարավային Կովկասում իր շահերը, եւ բնականաբար խնդրեմ է ստեղծում, նաև Իրանը
այդքան ռեսուրսներ չունի, որպեսզի կարողանա հարավային Կովկասում էլ Ռուսաստանի թեկուզ թուլացման ֆոնին մասնավորապես ինչ որ գործողություններ իրականացնել, եւ այս ամեն ինչը բերել է հենց այս իրավիճակին, եւ այդ պահը Թրամփի վարչակազմը որսացել է եւ երբ որ որսացել է այդ պահը, դե բնական է, որ ամեն ինչ պետք է անի, որպեսզի այս process-ը հնարավորինս արագ տանի, քանի դեռ Ռուսաստանը չի հասցրել իր ազդեցության գոտիները վերականգնել, այնպես ինչպես եղավ Սառը պատերազմի անմիջապես ավարտից հետո, որտեղ այն ժամանակ էլ Միացյալ Նահանգները հայ-թուրքականով, հայ-ադրբեջանականով միակ միջնորդներ, շատ ակտիվ աշխատում են, չափազանց ակտիվ, տակից աշխատում են, բայց ժամանակը գնաց, զգզգվեց եւ չկարողացան հասնել մի կետի, արդեն ստացվեց այնպես, որ Ռուսաստանը վերադարձավ ռեգիոն եւ 94 թվականին եկա։ Իհարկե, բայց նաև 97-ին մեծ պայմանագիր է կնքվեց Ռուսաստանի Դաշնության հետ, դա ռազմավարական։ Իդեպ մենք 94-ին Միացյալ Նահանգների նույնիսկ 3-ին առաջարկել ենք, որ Հայաստանը դառնա Միացյալ Նահանգների ռազմավարական դաշնակիցը։ Այն նույնը ինչ որ Իսրայելն էր, նույնը կարող էր դառնալ Հայաստանն է դա առաջարկել, բայց մեզ մերժել է Վաշինգտոնը եւ սա նույնպես կա ամենատարբեր փաստաթղթերում եւ ժամանակի պաշտոնյաների հիշողություններում։ Այնպես որ Միացյալ Նահանգները անընդհատ փորձել է եւ հիմա ամենաշատն է գնացել։ Կա ինչ-որ կարմիր կետ, որից անցնի եւ ստացվի այնպես, որ այլևս դուրս չի գալու տարածաշրջանից, միգուցե կա եւ շատ հանգամանքներով է դա պայմանավորված, այստեղ խնդիրները շատ են իրականում։ Եվ միայն Իրանը չէ, իհարկե Ռուսաստանն էլ է մարտահրավեր նետելու TRIP-ին, եթե ինքը տարբեր ձևերով ընդ որում։ Վերջիվերջո այդ երկաթգիծը կա ռուսական, որը խնդիր է, վերջիվերջո ռուսական ռազմաբազան կա մեր երկրի տարածքում, որը նույնպես իրենց համար շատերի համար խնդիր է, եւ վերջիվերջո TRIP-ը դեռ կյանքի կոչվելու համար նաև լիքը բացի ներդրումներից, նաև լիքը ջանք ու եռանց պետք է դրվի, որովհետև TRIP-ի նպատակը միայն հայ-ադրբեջանական հարաբերությունները չեն, դա շատ գլոբալ նախագիծ է, որի մի մասը ընդհանրապես TRIP-ն է, եւ դա կենտրոնական Ասիային էլ է վերաբերում։ Բայց կենտրոնական Ասիայում ի տարբերություն մեր տարածաշրջանի այլ մրցակից էլ կա, որը Չինաստանն է, որը հարավային Կովկասում այդքան ակտիվ չէ, որքան կենտրոնական Ասիա։ Մրցակցության տեսանկյունից Միացյալ Նահանգների համար։ Այնպես որ Ռուսաստանը քանի զբաղված է Միացյալ Նահանգների տարածից օգտվում է, ինչպես եղել է տարբեր ժամանակներում, եւ սա շատ տրամաբանական աշխարհակահաղական մրցակցություն է, որը աշխարհի տարբեր ռեգիոններում գլոբալ խաղացողների մեջ կա։ Երբ Չինաստանի հետ կապված չեք կարծում, որ Վրաստանին ըստ էության դուրս են թողել խաղից, այ հենց Չինաստանի պատճառով, որովհետև Չինաստանը այդ միջին միջանցքի ծրագրի մեջ ներառեց Վրաստանը, գնաց Անագլիայի վրա այսպես թաթ դրեց, ասեց էս հիմնա, ու դրանով արդեն իմաստազրկեց այս պայմանական TRIP-ը Վրաստանով անցկացնելու տրամաբանություն։ Դե ինչ որ մի պահի TRIP-ից չեմ բացառում, որ TRIP-ին Վրաստանն էլ կարողանա ինչ որ ձևով միանալ, որովհետև նման քննարկումներ եղել են պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներ սեպտեմբեր ամսին նախորդ սեպտեմբերին, այսինքն օգոստոսին մենք ստորագրել էինք, սեպտեմբեր-հոկտեմբերին արդեն բարձրաստիճան պաշտոնյաները գնում էին Վրաստան եւ չեն թաքցնում, որ եկել է նաեւ Վրաստանի հնարավոր մասնակցությունը TRIP-ին քննարկեն, որովհետեւ դա Վրաստանի շահերից նույնպես բխում է։ Ես չեմ բացառում, որ վաղը միգուցե Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանն է քննարկեն Ռուսաստանի հնարավոր միացումը TRIP-ին, որովհետեւ դա էլ տրամաբանական կլինի, մանավանդ եթե իրենք հարաբերությունները կարգավորեն։ Այսինքն այստեղ որևէ բան պետք չի բացառել, որովհետեւ հա ճարտարապետությունը լրիվ ուրիշ է, նպատակները լրիվ ուրիշ են, բայց միգուցե Միացյալ Նահանգները մտածում է, եթե Ռուսաստանը հիմա ներառենք, շատ ավելի հեշտ կլինի, քան չներառենք, որովհետև խնդիրները շատ ավելի շատ կլինեն եւ միգուցե ընդհանրապես ոչինչ չկարողանանք անել, եթե Ռուսաստանը տենց ամբողջությամբ ռեսուրսները դնի դրան կոնտրբալանս ձևավորելու տեսանկյունից։ Այսինքն նույն տրամաբանությամբ, եթե վաղը օրինակ Միացյալ Նահանգներ Իրանի Իսլամական Հանրապետություն հարաբերությունները կարգավորվեն, TRIP-ին կարող է միանալ նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը, հաշվի առնելով, որ այնտեղ հարավ-հյուսիս տրամաբանություն գոյություն ունի, այդ գլոբալ, շատ գլոբալ ստեղ պատասխան կա։ Հարավից գալիս է դեպի հյուսիս ձախանում։ Ճիշտ եք ասում, բայց այստեղ շատ կարևոր մի հարց կա։ Ամենամեծ եւ գլոբալ մրցակցությունը դա Միացյալ Նահանգների եւ Չինաստանի մրցակցությունն է եւ Միացյալ Նահանգներում շատ փորձագետներ, մասնագետներ, քաղաքական գործիչներ, պետական գործիչներ կարծում են, որ Միացյալ Նահանգները նաեւ պետք է փորձի Իրանի գործոնը եւ Իրանի հետ հարաբերությունները կարգավորելու միջոցով փորձի բալանսավորել Չինաստանի աճող ազդեցությունը, որովհետև Չինաստանը այնքան արագ տեմպերով այնքան գլոբալ ազդեցություն աշխարհում ձեռք բերում, որ Միացյալ Նահանգների գործիքները շատ սահմանափակ են, մանավանդ եթե ինքը ունի այդպիսի հակառակորդ պետություններ, ինչպիսիք են ենթադրենք նույն Իրանը։ Այսինքն շատերը կարծում են, որ Իրանը Միացյալ Նահանգների համար շատ կարևոր դաշնակից կարող է լինել, ամենագլոբալ, ամենամեծ մարտահրավերը հակակշռելու եւ Չինաստանի աճող ազդեցությունը հակակշռելու տեսանկյունից։ Այնպես որ կա տարածաշրջանային տեսադաշտ, որը մենք տեսնում ենք, եւ շատ բնականաբար կա նաեւ գլոբալ տեսադաշտ, եւ այս գլոբալ տեսադաշտը, երբ որ նայում ես տեսնում ես Միացյալ Նահանգները ինչպես է վերաբերում Չինաստանին եւ ինչ խնդիրներ է տեսնում, Միացյալ Նահանգները աշխարհի թիվ 1 գերտերությունն է, որին արդեն մարտահրավեր է նետել Չինաստանը, որը
Երկրորդ, ինչ որտեղ նաև արդեն առաջին գերտերության կարգավիճակ ունի։ Հիմա կամ իրենք պետք է պայմանավորվեն աշխարհը կիսեն այնպես ինչպես Խորհրդային Միությունն ու Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները արեցին աշխարհամարտից հետո, երկրորդ, կամ էլ պետք է շատ կոշտ մրցակցություն գնա բոլոր ուղղություններով, այդ թվում այդ չինական ճանապարհ եւ գոտի տրամաբանության մեջ։ Այսինքն այստեղ այս մրցակցությունը անընդհատ լինելու է եւ սա դրա դրսեւորումներից մեկը կարող է լինել թրիպը նկատի ունեմ ընդհանրապես մեր տարածաշրջանը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Զրույցի համար հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցները ամերիկագետ Սուրեն Սարգսյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն երկուշաբթի օրը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։